Պարոն Սահակյանյան, կա արդեն հստակ որոշում, հասկացան, որ դաշինքի ձևաչափը ցանկանում եք պահպանել, կա որոշում արդեն, որ դաշինքը ով է ղեկավարելու, կրկին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ որ այլ ուժերի հետ է այս պահին բանակցություններ ընթանում։ Այդ մասին դեռ որոշում չկա, այս է որպեսզի հասկանանք ընթացքը, Դաշնակցությունը որոշել է մասնակցել դաշինքային ձևաչափով։ Հիմա մենք արդեն պետք է տեղանանք քննարկումներ, խորհրդակցություններ, բանակցություններ, որպեսզի գանք եզրակացության։ Այդ բոլոր հարցերը արդեն տեղի կունենան եւ դաշնական որոշման կգանք այդ քննարկումների եւ բանակցությունների արդյունքում։ Բնականաբար սա մեր մոտեցումն է եւ այս հարցերը որոշման կուսակցության գերագույն ժողովը Այս որոշումը մենք արդեն ունենք եւ սրանից հետո մինչեւ հիմա որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, որտեղ մենք չենք գնացել այդ որոշումը մասնակցելու եւ դաշինքային ձևաչափով գնալու։ Այս որոշումից հետո արդեն ազատ ենք եւ լիազորված այդ բանակցությունները քննարկումները վարելու եւ դաշնական եզրակացության գալու եւ այդ հարցը պետք է որոշվի բնականաբար երկու կողմերի քննարկումների արդյունքում։ Այդ քննարկումներից հետո որոշակի ստացություններ քննարկում չի եղել այդ մասը, եւ քանի որ չի եղել այդ մանրամասները, հիմա չեմ կարող վերջնական հայտարարել։ Կարող եմ հարց տալ։ Իհարկե։ Խնդրում եմ բանակցությունների մասին մի քիչ ավելի մանրամասն, օրինակ Բանակցությունների մասին խնդրում եմ մի քիչ մանրամասն, օրինակ կամ ուժեր, որոնց հետ բացառում եք բանակցությունը եւ գործարար Կարապետյանի առաջնորդած շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ եւ ուղիղ ասած, որ նախկին ղեկավարները, ինչպես նաեւ գործողը, չպետք է ուրեմն լինեն խոսքով պետք է, այսպես ասած, հեռանան առաջին համարներից եւ պետք է նոր առաջնորդ։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում եւ համաձայն եք, որ եւ օրինակ կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանն էլ նահանջի եւ ձեր այդ դաշինքը չգլխավորվի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն այս ընտրությունների նրա առաջնորդությամբ չգնաք։ Գիտեք, ով է լինելու եւ ով է արժանի մեր իշխանության ձևավորել, դա որոշելու է մեր ժողովուրդը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու այդ ուժի մասնակցություն։ Ձևավորվում են համապատասխան դաշինքները, կներկայացնեն ծրագիր, կներկայացվի թիմ եւ ժողովուրդը իր նպատակը կտա։ Իսկ ինչ վերաբերում է հավանական համագործակցությունը, ես կասեմ մեր տեսակետը, մեր մոտեցումը։ Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ով ում կմիանա, ինչ իրավիճակներ կլինի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Քիչ ուշացել եմ։ Ներողություն, մի քիչ կմել անեմ ու վաղ հարցը գտա։ Տեսեք, դուք այսպիսի մեկնաբանություններ ամեն դեպքում կան դաշտում, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահների, մասնավորապես Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դաշտում լինելու հանգամանքով։ Եթե նրանք մտնում են ընտրապայքարի մեջ, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի շանսերը մեծանում են։ Օրինակ, երբ որ նորաստեղծա ուժի ներկայացուցիչը հայտարարում է չպետք է լինեն նախկիները, հավանաբար նաև դա նկատի ուներ։ Հիմա դուք օրինակ կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եթե լինում է նախկիներից որ մեկը լինում է ընտրապայքարի մեջ, դա Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի մեծացնում է։ Դուք այս հարցի մասին ինչ եք մտածում։ Միանշանակ ոչ, դա նիկոլական խոսույթ է։ Այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը։ Մենք կարծում ենք, որ պետք է ընտրություններին ձևավորել մասնակցել մի քանի փոքր դաշինքները, մարդկանց ներկայացնել այլ ընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թող ընդդիմության միջից
ընտրի որ թիմն է, որ ինչ ծրագիրն է, որ կարող է երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններին ստացել է շուրջ 280,000 քվե։ Նախորդ ընտրություններին մասնակցած մյուս 23 կուսակցությունները ըստ էության շեղը չեն հաղթահարել։ Եվ որևէ մեկը այդ բարոյական, քաղաքական իրավունքը չունի այդ պահանջով հանդես գալ։ Մենք երբեք որևէ մեկին չենք ասում մի մասնակցեք ընտրություններին, ընդհակառակը շատ անկեղծ հայտարարում ենք, որ շահագրգռված ենք, հետաքրքրված ենք, նաև նոր ձևավորվող ուժերը կարողանան ազդեցիկ ներկայություն ունենալ խորհրդարանում եւ որքան նման ուժերը եւ բլոկները շատ լինեն, այնքան այսօրվա իշխանության հեռացման միջավայրը ավելի բարենպաստ կլինի։ Հետևաբար ցանկացած ուժ պետք է պայքարի հատկապես Էլիմադի դաշտի ուժերը ոչ թե միմյանց դեմ, միմյանց թիրախավորելով կամ մեկ թիրախորձող իշխանությունը, իսկ մրցակցություն, միմյանց քննադատություն շատ նորմալ է վերաբերվում եւ այդ ազատ մրցակցության պայմաններում նաեւ հնարավորությունը մեր հանրությանը այլընտրանքներ առաջարկելու եւ ժողովուրդը թող կողմնորոշվի հին, նոր եւ մնացած ներկայացված ուժերի մեջ։